Եթերում դարձյալ հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր շատ հետաքրքիր հաղորդում է սպասվում բոլորիս, որովհետև մարտի 2-ին Դոլբի թատրոնում տեղի կունենա Օսկարի 97-րդ տարեկան ներկայացումը, եւ այսօր մենք հայտնելու ենք մեր ժողովրդին, մեր հեռուստադիտողներին հրաշալի տեղեկություններ, թե այդ Օսկարի 97 տարվա ներկայացման մեջ քանի հայ են ստացել Օսկարներ, որոնց մասին մենք բոլորովին չգիտենք եւ այսօր պետք է իմանանք։ Եվ այսօր մենք պետք է իմանանք դա զգեստների ձևավորող 20 տարի այդ ոլորտի հրաշալի աշխատող վերին աստիճանի հայրենասեր զարգացած մի երիտասարդ, մեր ազգի մեծերից լավագույն մեծի Լևոն Շարաֆյանի որդին Միքայել Շարաֆյանը, որին ջերմորեն ողջունում եմ։ Ողջույն։ Ողջույն Տիկին Ալենա, ողջույն հրավերի համար։ Սա մեր երկրորդ հանդիպումն է, այո, բայց առաջինը շատ 10 տարի առաջ էր։ 10 տարի առաջ էր, բայց այո, այսօր այս հաղորդումը պետք է անենք եւ մինչեւ այս հաղորդման սկիզբը ես ուզում եմ մի փոքր նախաբան։ Գիտեք, երբ ես շարունակ ասում եմ մեր ժողովուրդը, հանճարեղ ժողովուրդ է, հրաշալի ժողովուրդ է, մանկական մաքուր աշխարհով, բարի, հրաշք բարությամբ, մեծ էներգիա կրող ժողովուրդ է, ինձ հաճախ դրսում, երբ հանդիպում են հեռուստադիտողները, ասում են, Տիկին Ալենա, դուք այդքան որ գովում եք հայերին, դուք չգիտեք ինչքան վատ մարդիկ ունենք մենք հայերի մեջ, ինչքան այսպիսի եւ սուր վատ խոսքեր են ասում։ Ես ոչինչ չեմ պատասխանում եւ որոշեցի այսօր վերջնականապես պատասխանել։ Իսկ դուք հիշում եք, թե Հայաստանում սովետական տարիներին Ամասիա, Վարդենիս, Սիսիան, Մասիս այս շրջաններում որքան թուրքեր էին ապրում հայկական անձնագրերով, հայի անձնագրերով։ Եվ տեսեք այդ տարիների ընթացքում 100 տարի է անցել, ինչ սերունդ են տվել դարձյալ հայկական անձնագրերով։ Մի փնտրեք հայերին այդ մարդկանց մեջ։ Հայերը չեն կարող լինել ստոր, խաբեբա, անազնիվ, դաժան, աստվածները մեզ այդպես չեն ստեղծել։ Անվանարկելով հային, անվանարկում եք Աստծուն, որի զավակներն ենք մենք։ Մենք Աստծո զավակներ ենք։ Եվ այդ մասին աշխարհը գիտի։ Գուցե աշխարհը լռում է, իրեն ձեռ չի տալիս, գուցե դրա համար են մեր հետևից ընկած, բայց դա է աշխարհի սկիզբը։ Մենք ենք եւ աստվածային ժողովուրդ է, աստվածային լեզվով։ Լեզուն մեր նույնիսկ աստվածային է։ Ահա իմ պատասխանը ձեզ, որ մի փնտրեք հայերին այդ ցուցակների մեջ։ Իսկ թե որքան ջարդերի ժամանակ հայ աղջիկների բռնաբարեցին տարբեր ազգերի ներկայացուցիչներ եւ որքան սերունդ ծնվեց, որ դարձյալ կրում են հայի ազգանունը կամ հայի արյունը, բայց հայեր չեն։ Այնպես որ եթե ուզում եք հասկանաք հայը ով է, ստուգեք դենկան եւ կտեսնեք հայը ով է։ Իսկ հայը ամփոփող է, ազնվական, ազնվազարդ հանճարեղ մի ժողովուրդ։ Եվ այսօրվա հաղորդումը հենց գալիս է հավելյալ անգամ հաստատելու ով է հայը, ինչ է տվել քաղաքակրթությանը եւ ինչ է տալիս այսօր։ Չկա մի ոլորտ, գիտություն է, արվեստ է, մշակույթ է, ամեն ոլորտում հայը իր ուղղակի սքանչելի ներկայացումն է ունեցել։ Եվ այսօր էլ ունի։ Իսկ այսօր մենք խոսում ենք 10 օսկարակիրների մասին, որոնց մասին կներկայացնի Միքայելը եւ շատ հանգամանորեն, որտեղ շատ քաջատեղյակ է այդ ամենին։ Ողջույն։ Ողջույն։ Նորից ողջույն եւ մեծ պարտականություն ունենք մեր վրա Միքայել այսօր ճշգրիտ ներկայացնելու այս ամենը, բայց մինչեւ Օսկարի մեր 10 ներկայացուցիչների մասին հատիկ ներկայացնելու եւ խոսելու, սկսենք նրանից, թե առաջին Օսկարը երբ եղավ եւ ինչպիսի նոմինացիաներ հենց սկզբից դրվեցին, խնդրեմ։ Դե առաջին Օսկարի այդ միջոցառումը եղել է 1927 թվականին Ռուզվելտ հյուրանոցում, դա Հոլիվուդի, որը մինչև հիմա այդ հյուրանոցը դեռ կանգուն է։ Այո։ Եվ հետաքրքիր այն է, որ առաջին այդ միջոցառումը բոլորը գիտեն
ով է ստանալու մրցանակը։ Նախորդ թերթերում արդեն տպագրված էր եւ եկան ճաշկերույթ էր կարելի ասել։ Այո, ուղղակի տալիս էին մենակ մեկ նկար կա այդ միջոցառումից, բոլորը այդպես նստած, երջանիկ, հետո արդեն 30-ականների սկզբին հասկացան, որ ավելի հետաքրքիրական կլինի, որ գաղտնի այդպես ոնց որ նամակով, ոնց որ կբացեն, կասեն ով է նոմինանտներին կասեն եւ կասեն ով է այդ տարվա հաղթողը, այո։ Եվ զարմանալի արդեն 97 տարի է, որ Օսկարները գնում են այսպես առանց որևէ կանգման, նույնիսկ պատերազմի ժամանակ Օսկարները դեռ առաջին երկրորդ համաշխարհային մրցանակաբաշխությունը եղել է եւ երբեք չի դադարել։ Հետաքրքիր է։ Այդպես այսինքն հաստատուն միջոցառում է, հաստատուն, որը չի փոխվում։ Եվ ամենահինն է աշխարհում, ամենահին մրցանակաբաշխությունն է կինոյին նվիրված։ Այո, եւ հրաշալի բան է, որովհետեւ իսկապես մասնակցում են այնպիսի դերասաններ, որոնց հաղը մենք տեսնում ենք արվեստագետներ, զգեստավորողներ, բոլոր տեսակի նոմինացիա, խնդրեմ նոմինացիաների մասին։ Զգեստների ձևավորողների մասին ասացինք, դա սկսվել է 1947 թվականից, առաջին, որտեղ սկզբնական շրջանում, ինչպես նշեցիք, ավելի կենտրոնացված են ռեժիսորների, դերասանների, այդպես ավելի նեղ շրջանակներում, բայց հետո արդեն հասկացան, որ պետք է նշել այն մարդկանց, ովքեր աշխատում են ֆիլմերի վրա եւ ֆիլմը չի կարող առանց միայն դերասանով եւ ռեժիսորով լինել։ Եվ այս թվում է կարող ենք սկսենք ամենաշատ մրցանակ ստացած 5 օսկարակիր դա ասեմ ձեզ նույնիսկ այս հիմիկվա պայմաններում բացառիկ երևույթ է 5 օսկար դա շատ քիչ է դա Այրին Շարաֆը կարող է ձեզ ազգական է Շարաֆ մեր իմ հորական կողմից այո եւ Այրին Շարաֆը ծնվել է Բոստոն քաղաքում 1910 թվականին եւ նա սկսել է թատրոնից, հետո արդեն տեղափոխվել է շատ կինոներում է աշխատել, բայց հետաքրքիր փաստ ասեմ ձեզ, որ Այրին Շարաֆը չնայած որ ստացել է 5 օսկար, նա երբեք չի մասնակցել մրցանակաբաշխությանը, զբաղված է եղել եւ որտեւ նա շատ զբաղված ոչ մեկով երբեք ներկա չի գտնվել։ Հայ նկարագիր է։ Ինչքան հայկական է դա։ Մենք ստեղծում ենք թողնում գնում, չէ՞։ Դա մեր նկարագիրն է։ Շատ, բայց դա շատ զարմանալի է։ Գոնե 5-ից մեկը կարող է ներկա գտնվել, բայց ասեմ ես նույնիսկ նա իր հայտնի ֆիլմերից մեկը Կլեոպատրան է, Էլիզաբեթ Թեյլորի հետ շատ է աշխատել, Բարբարա Ստրայզենդի հետ է շատ աշխատել եւ դամար նա իսկապես մեր Ինչ նոմինացիայով է ստացել Զգեստների ձևավորող եւ նա 5 օսկար եւ ինչ զարմանալի է որ միջև հիմա այդ 5 օսկար դեռ ընդամենը երկու զգեստների ձևավորողներ կային դա Էդիթը որ 8 օսկար ուներ եւ Այրին Շարաֆը որ 5 Եվ միջև այդպես մնացել են։ Նա ցավոք սրտի մեզնից կյանքից հեռացել է 93 թվականին Նյու Յորք քաղաքում եւ բայց իր ֆիլմերը միջև հիմա սիրվում են եւ հիշվում են։ Ունենք 3 օսկարակիր, որը բոլորից ծանոթ եւ բոլորի կողմից սիրված մեր Միշել Լեգրանն է, այո։ Միշել Լեգրանը դա մեծ երգահան, երաժիշտ, կոմպոզիտոր, դա վերջերս ես հիշում եմ 21 թվականներ Հայաստանում գալիս էր ցավոք սրտի մենք իրեն կորցրեցինք 19 թվականին եւ շատ իսկապես մեծ կորուստ էր ոչ կինոյի, ոչ միայն կինոյի եւ երաժշտության երրորդը շատ մեծ սիրված գրող Ուիլյամ Սարոյանն է։ Այո։ Ինքը քանի է ստացել։ Նա ընդամենը 1 օսկար ուներ։ 1 օսկար, այո։ 43 թվականին մարդկային կատակերգության համար եւ շատ բացառիկ դեպք է որ նա սկզբից սցենարն է գրել։ Հետո նոր ֆիլմը։ Հետո նոր գիրքը։ Գիրքը։ Այո։ Հետաքրքիր է։ Եվ ուրեմն երևի սցենարից է բխեցրել գիրքը ինքը։ Որտեվ գիտեք հետաքրքիր փաստ իրեն վերցրել են որպես ռեժիսոր, իրեն ուզում էին որ ինքը ֆիլմը նկարի։ Եվ բայց
ինչ հանգամանքների պատճառով նա չնկարեց ֆիլմը, բայց սցենարը ինքը գրեց եւ ասում են, որ նույնիսկ ինքը շատ դժգոհ էր ֆիլմի մարկային կատակերգությունը ինքը այդպես էլ շատ ասում են, որ շատ կերպարները այդպես աղավաղել են եւ այդպես հարազատ չեն մնացել այն ինչպես ինքը պատկերացնում էր այդ կերպարները եւ դա ոնց որ պատճառ եղավ որ ինքը գիրքը գրի եւ մեծ հաջողության հասավ այդ գիրքը 43 թիվ մյուսը մեր շատ սիրված իհարկե երգչուհի Շերլին Սարգսյան Կաղա ձեր բարեկամներ Ես միշտ հարցում եմ Շերլին Սարգսյանը ձեր բարեկամ Իհարկե երբ ինքը Հայաստան եկավ իրեն դիմավորողները մենք էինք Հա իսկապես Բագրատը եւ մեր ընտանիքը զարմանալիորեն մեզ բաժին ընկավ իրեն դիմավոր Դերշմակ մի կերստատեսություն ունեի Նա իր Օսկարը ստացել ինքը բոլորս գիտենք իրեն որպես երգչուհի բայց նա շատերս մոռանում ենք որ նա ֆենոմենալ դերասան է եղել մեծ իսկապես եւ սա 1978 թվականին էր որ Moonstruck ֆիլմի համար նա արժանացավ Օսկարի այնպիսի մեծ դերասանների հետ էր նոմինացիայի մեջ որ երևի ինքն էլ վստահաբար զարմացել էր այդ մրցանակի ստացավ այդ մրցանակը եւ մենք նկարը կցույց տանք ցուցադրենք անպայման այնպիսի հետաքրքիր հագուստ էր հագել Օսկարի այդ միջոցառմանը այդ միջև հիմա որ հիշում է եւ խոսում է համարյա կարելի ասել մերկ է այդ բեմի վրա եւ բայց եւ դա որ թիվն է 88 թիվ Winner is Cher in Moonstruck Now I want to really say something. When I was little, my mother said, "I want you to be something," and I guess this represents 23 or 24 years of my work, and I've never won anything before from my peers. I'm really, really happy. Նա միջևի մայտ այդ ֆենոմենը շերի երևի դրանում է երևի որ ինքը երբեք չի Առաջին անգամ ինքը համարձակություն ունեցավ այո բեմը ոչ միայն բեմը այլև հանդիսատեսին իր կողմը քաշելու բայց այս ճանապարհով Եվ նշեմ că դիզայներն Bob Mackin էր որը հանրահայտ դիզայներ է Հետո կանդրանանք Bob Mackin, որտեվ ուրիշ մի հատ կապ կա Bob Macki հետ։ Մյուս Օսկարակիրը դա Ստիվեն Զայլյանն է։ Ստիվեն Զայլյանը շատ մեծ սցենարիստ է եւ ռեժիսոր։ Շատ է որ նա եւ ֆիլմերել է նկարում եւ մենակ բան է Որ ֆիլմի համար ստացավ Օսկարը։ Շինդլերի ցուցակը, այդ ֆիլմը իրապես հրաշալի։ Ինձ մենակ բանը տխրեցնում որ երբեք նա որևէ հայերի մասին ոչ սցենար է գրել, որը նա կարող էր այդպես ունենալ եւ կարող էր ֆիլմ նկարել, որտեղ լինելով ռեժիսոր, այդպիսի հանրահայտ մարդ լինելով նա կարող էր ինչ որ մի ֆիլմ նվիրել հայերի մասին, պարտադիր չի ցեղասպանության մասին, ինչ որ թեմա որ Եվ չարեց։ Կապի հայերի մաս երբեք չի արել։ Ես մել դեռ Կինով էր։ Կինը? Այլ չգիտեմ, երևի ամերիկացի է կինը, չէ՞։ Ստիվեն Զայլյանի կինը, ով է։
Վստահ ստուգեք կիմանաք, որ հրեա էր։ Հրեա։ Այդ կինարեն լավ էր։ Սեֆ հումոր է, բայց Չէ, իրականություն է։ Միքայել գնամ մեր մտավորականների, գիտնականների, գրողների կանայք կիներ որ հրայելին մարդն ամուսին իր ամեն ինչ ասված է։ Ամեն ինչ ասված է։ Բայց շատ ափսոս է, նա շանսեր ուներ երևի նա Ֆրեզնոյում է մեծացել մեծացել։ Վստահաբար ինքը այդ հայկական կապը եկեղեցի է գնացել վստահաբար, բայց ցավոք այդպես լրություն է իրենց իր կողմից եւ մյուս մրցանակներ ստացողները շատերին չգիտենք, որովհետեւ ավելի տեխնիկական ոլորտի մեջ են եղել կինոնկարների ձայնային ռեժիսորի օսկարը ստացել Լևոն Չալուկյանը եւ ուրախ եմ որ մենք հիմա կարող ենք այդպես անունները ասենք եւ շատերը կիմանան այս մարդկանց ովքեր շատ մեծ գործունեություն են ունենում բեմի հետևում, այո, տեխնիկական աշխարհում, որը իրականում դա մեծ գործունեություն է։ Ձեռքբերումն է։ Իհարկե, որովհետև ֆիլմի հաջողությունը տեխնիկական լուծումներով է պայմանավորված։ Մի սխալ լույս, մի սխալ բան եւ կադրային չի, չէ՞։ Դա համար ուրախանալի եւ դա գաղափար է, որ այսպիսի մարդիկ կան եւ այս ոլորտի մեջ ֆիլմարվեստում տեխնիկական օրերներ Էլի շատ կան։ Ամբողջ աշխարհում մենք այսպես ցանել ենք, տվել ենք ամբողջ աշխարհին ենք տվել ազգանունները փոխած խառամուսնություններով, այն ձևով եւ դրա համար մեջտեղում չկան, հենց որ գտնում ես, տեսնես յա, էլի հայ է։ Վստահաբար, չէ, իհարկե բոլորս դե այսպես ասենք նոյան տապանից են իջել, այդպես սկսել ենք այ բաժանելով իջել ենք միջև ամերիկաներ, եվրոպաներ, ուր ասես։ Տարածվել ենք ամբողջ աշխարհով։ Մյուսը Թոմաս Օհանյանն է, նորից ամերիկահայ, եւ նշենք Աշոտ Նալբանդյան, ամերիկահայ, տեխնիկական նվաճումների համար ստացել է։ Եվ այստեղ Ամերիկայի նոր Բաբկեն Շահբազյանը, նորից տեխնիկական նվաճումների համար շատ նրանք գիտական գործեր են արել։ Նկատում եք, որ այնտեղ որտեղ տեխնիկական լուծումներ են, պետք հայերն է։ Հա, որտեղ ուղեղը զարգացած է։ Ֆենոմենալ աշխատանքներ են արել, դա շատ այնքան տեխնիկական է, որ ֆիլտրների մասին, կամերաների համար օգտագործել այնպիսի բաներ են, որոնք հիմա միջև հիմա օգտագործվում են։ Օրինակ Բաբկեն Շահբազյանի աշխատանքը նրանով է հետաքրքիր, որ իր լույսը կարող է գիշերով աշխատեն եւ բայց կամերայի այդ լուսավորությունը այնպես լինի, որ նորմալ կարող են դերասաններ աշխատեն եւ չսպասեն գիշերը կգա թե չի գա։ Դա բարդ տեխնիկական Միքայել, ես ուզում եմ որ մենք խոսենք վերջացրեցիք դուք ովքեր շահել էին, այո։ Մենք կարող ենք խոսալ ովքեր նոմինացիաների մեջ են։ Այ դա է հետաքրքիր, որոնք չստացան այդպես էլ։ Ցավալի է իհարկե։ Եվ արժանավորներն էին շատ, որոնք պետք է ստանային։ Եվ նորից զարմանալի է, որ երկու հոգի նորից կեսների ձևավորողներ են, դա Ռեյ Աղայանն է, Ռեյ Աղայանը երկար տարիներ աշխատել է Հոլիվուդում, դա 50-ական, 60-ական թվականներից սկսված, մինչև իր կյանքի վերջն մահացել է 2009 թվականին, 10 թվականին եւ նա հայտնաբերել է Բոբ Մեքին, ես որ նշեցի, որ Շերի հագուստը Օսկարին որ հագել էր, Բոբ Մեկի ինքն նա է հայտնաբերել, եւ ես առիթ եմ ունեցել Ռեյ Աղայանի հետ աշխատելու դեռ 2000-ականների կեսերին Սիլվիա Չակմակջյանի մոտ, նա միշտ գալիս էր եւ այդպիսի մեծության հետ աշխատել է եւ զարմանալի մաքուր հայերեն էր խոսում, Եվ որտեղից է գաղթել։ Նա իրանահայ էր եւ շահի կնոջն են հագուստներ ստեղծել եւ նա շատ ճանաչված
ամերիկյան դիզայներ էր, շատ ճանաչված։ Երկրորդը դա Patricia Field-ն է։ Patricia Field-ին շատերը կճանաչեն։ Ով է հայրը, մայրը, ով է հայրը։ Patricia Field-ի հայրը հայր, մայրը հույն։ Էլի հայր։ Ոստահարան ինչ-որ մոժատ մոտիկ է, չէ։ Եվ Patricia Field-ը Devil Wears Prada է։ Արտեմին ասեցիր հայրը հայ է, մայրը հույն ասեց։ Հայույն։ Լավ ասած, բայց հայույն։ Patricia Field-ի ճանաչված ֆիլմերից մեկը դա Devil Wears Prada-ն է, որ սատանան հագնում է Prada, ֆիլմը Meryl Streep-ի հետ եւ շատերը չգիտեն, որ հենց դիզայները հենց հայ է, որտեվ անունը տեսնելով Patricia Field ոչ մեկ չի մտածում, բայց ինքը միշտ նշում է իր հայության մասին, խոսում է եւ դա ես Ինչու են ազգանունները փոխում։ Ամուսնու ազգանունով էր։ Եվ ինչու էլի։ Ինչու է ախտավոր երևույթը կա հայերի մեջ ազգանունը յանից դարձնելու վերջավորությունները փոխում են էս ինչ։ Դե երևի պատճառաբանությունն նրան մեջ է, որ վախենում են առաջ չգնալու կամ մի լավ աղջիկ երգչուհի ունենք Ռոզա Ֆիլբերգ։ Ֆիլբերգ հրե է։ Չէ, հայ է, Ռոզա, Վանի քույրն է երգիչ։ Մտքիցս գնաց եւ որոշել է ասկանը Ֆիլբերգ։ Թե Որին։ Ֆիլբերգը հրեական ազգանուն է։ Շուշտ։ Դա Վայ, մի ամիտ հայ է։ Այդպես էլ ձեր արժեքը չհասկացաք ինչ ազգեք։ Եվ ինչ զարտուղի բաներ եք անում ձեզ առաջ տանելու համար։ Լավ չի։ Բայց այդ թվում Ռուբեն Մամուլյանը երբեք չփոխեց։ Հիմա հենց դեռ ես ուզում եմ հատուկ կանգ առնել Ռուբեն Մամուլյանի կերպարի վրա, որովհետև դա բացառիկ մարդ էր, բացառիկ հայասեր եւ կինոյի աշխարհում ուղղակի նորարար, անզուգական նորարար։ Եվ ստացավ ոչ նոմինացիա, ոչ Օսկար, ինչն էր պատճառը, ինձ կբացատրեք, եթե Օսկարը ազնիվ եւ ազնիվ մրցույթ է, ապա ինչպես կարող է Ռուբեն Մամուլյանը դուրս մնալ այդ մրցույթից։ Դա գիտեք, այնքան ծանր թեմա է Ռուբեն Մամուլյանի հետ կապված, նա ընդհանրապես նա ֆենոմենալ մարդ էր, նա ինչպես ասացիք, նա նորարար էր կինոյի աշխարհում, նա առաջին անգամ կինոխցիկը հանեց դուրս, դինամիկա 29 թվականին, դինամիկա մցրեց դա առաջին անգամ էկրանի մեջ տեսնում ես ինչպես է կերպարը փոխվում դեպի այսպես Dr. Jekyll and Mr. Hyde ֆիլմում, ինչպես է դեմքը փոխվում առանց կտրվածքի, դա մեյքափի եւ մոնտաժի եւ այլն առանց մոնտաժի այդ ստանալու դա նա իսկապես ֆենոմեն մարդ էր, բայց շատերը երևի չգիտեն, բայց Ռուբեն Մամուլյանն ընդհանրապես խնդիրներով մարդ է եղել եւ ինքը միշտ ուզում էր ամեն ինչ իր ձևով լինի եւ երբեք չէր կոմպրոմիսի գնում։ Հետաքրքիր է։ Որը դա ստուդիոյի այդ աշխատողներին եւ պրոդյուսերներին դա վստահաբար դուր չէր գալիս, զայրացնում էր։ Ասում չեք ուզում, ես գնում եմ, չեք ուզում, այսպես ինքը շանտաժներ էր անում, դա Իծուր հայ է։ Այս շատ ափսոսում եմ, որ ինքը եթե մնար ավելի դիպլոմատիկ լիներ պրոդյուսերների հետ, մնար ինքը Ո՞ւց այդ պատճառով էլ իրեն առաջ չեն տարել։ Նա որտեվ ինքը շատ վստահ է իր ուժի մեջ, ինքը որպես ռեժիսոր ինքը գիտեր, որ շատ մեծ մարդ է, շատ ճիշտ է, բայց ինքը գնում էր դեմ այդ եւ հրյաների հետ էր կռվում եւ շատ ժամանակ դամար վերջին 2-3 ֆիլմը նա նույնիսկ իրեն գործից հանեցին, Կլեոպատրա ֆիլմը ինքն էր սկսում։ Այո, սկզբից իրեն հանեցին։ Էլիզաբեթ Էլրասը ես չեմ ուզում աշխատեմ, բայց ինքը շատ վստահ էր իրան, իսկ Կլեոպատրա ֆիլմը իր ֆորմատի նման ֆիլմ չէր, ինքը այդպես մասշտաբային ֆիլմերի վրա երբեք չէր աշխատել դա, բայց ինքը շատ վստահ էր իր ուժերի մեջ։ Շատ ցավալի է իհարկե Մամուլյան նման մեծություն, որը պետք էր իր անունը դարձվի բոլոր մեծ ամերիկյան ռեժիսորների կողքը։ Պետք է իր արձանը կանգնացնեին։ Առաջին ամերիկյան օպերանն է բեմադրել, Porgy and Bess 35 թվականին։
բայց իրանք գործից հանեցին, երբ որ 59 թվականին նկարում էր Պորգիբես ֆիլմը պետք է նկարեր, ինքը ասաց ես ուզում եմ անպայման location, այսինքն տեղում, որտեղ դեպքերը տեղի են ունեցել, South Carolina-ում, ուզում եմ անպայման ես այնտեղ նկարեմ, բայց պրոդյուսերներս մենք փող չունենք ֆինանսապես։ Հոգեբանորեն կարելի է իրեն հասկանալ, որովհետև նայեք, երբ մեջտեղը կա մեկը, որը հրաշալի է տիրապետում ամբողջությամբ գործին եւ կողքը միջակություններ են, սա շատ բարդ հարաբերություններ է ստեղծում այն հանճարի եւ միջակության միջև, որովհետեւ միջակությունը միջև ըմբռնի թե Ռուբեն Մամուլյանը ինչ էր ուզում անել, այդ ամբողջ ճանապարհը կռվի ճանապարհ է։ Եվ միայն ցավել կարելի է իր համար, որ ինքը իր հանճարեղ գաղափարները ստիպված է եղել կիսելու միջակությունների հետ։ Ու իր ոնց որ կարիերան շատ կարճ վերջացավ կինո իր աշխատանքը վերջացավ 59 թվականին, այդպես եւ ոչ մեկ չէր ուզում հետը աշխատեր։ Շատ ափսոս է։ Իսկ ինքը 87 թվականին է մահացել։ Ինքը ինչքան բաներ կարող էր հասնել, ինչեր կարող էր անել։ Մի հատ տեսակ էլի Մոցարտից սկսած որքան էին ոտք մեկնողները չեն կարողանում հանճարին մարսել միջակությունները չեն կարողանում ամբողջ արվեստի պատմությունը դա է ցույց տալիս չեն կարողանում որովհետև շատ բարձր է երբ մարդը հանճար է դա աստվածային կարողություն է ու դու պետք է այնքան բարձր լինես որ այդ բարձրությունը ընկալես եւ եթե չես ուրեմն դու խոչընդոտ ես նրա համար։ Ես դրանով էլ պայմանավորված է տխուր ճակատագրերը ինչ որ բաժին հասավ հանճարներին։ Բայց գոնե մի բան է հանգստացում որ Մամուլյանը աստղ ունի Հոլիվուդում։ Մենք բոլորն էլ ունեն, բան տատումն էլ։ Չէ, վստահաբար չունի, բայց ոնց չունի։ Անդիմադացյանը ունի, հայրից Անդիմադացյանը ունի, Շերը ունի, Արլեն Ֆրանսիսը ունի։ Էլի մի հայ երկիչ էլ կա։ Հակիմ Թամիրովը։ Եվ այդքանը։ Չէ, հայ երկիչ էլ կա, որ դրեցին իր Անդիմադացյանը, Անդին։ Հա, Անդի Պարսկահայ երկիչին դրեցին, այո, որտեղ հիշում եմ, որ հայ էլ կար։ Եվ խոսեցինք Ակիմ Թամիրովի մասին, քանի որ Ռուբեն Մամուլյանը նշենք, որ Թիֆլիսի հայ էր, եւ Սպից գաղտնեց Լոնդոն եւ այդ թվում էր Ակիմ Թամիրովը, Ակիմ Թամիրյանը, որը Թիֆլիսից էր նորից, երկար տարիներ աշխատել էր Մոսկվայի թատրոնում եւ 20-ականների սկզբում նրանք գաղթեցին դեպի Ամերիկա եւ նա որոշեցին մնալ այդ թվում այդ խմբի մեջ են Միխայել Չեխովը, Օլգա Բակլանովան որոշեցին չվերադառնալ եւ Ակիմ Թամիրովը շատ նկարահանվել է Ռուբեն Մամուլյանի մոտ մի քանի երկու ֆիլմում նկարահանվել է։ Ով էր հայ մայրը հայ։ Երբ հայ ամբողջությամբ հայ։ Ինչու Ակիմովը ինչու ազգանուն է։ Դերևի երբ Մոսկվայում աշխատում էր Հովակիմ չէին կարող ասեն երևի Ակիմ ավելի հեշտ էր եղել։ Իսկ ազգանունը Թամիրով Թամիրյան է եղել, Թամիրյան Թամիրովա Սարգիսով, Թամիրով, բոլորը։ Նա քանի որ Ամերիկայում չգիտեին հայ կերպարով է, նա միշտ խաղում էր մեքսիկացի կերպարներ էր խաղում եւ իսկ Մամուլյանի մոտ նկարվել է Թագուի Քրիստինա ֆիլմում, այնտեղ իսպանացի կերպար է խաղում, շատ Դե հայրը մի քիչ իսպանացիների նման է։ Այո։ Դե Իսպանիայի բասկերը հայերն են։ Դե կամ պկա։ Այո։ Դա Ակիմ Թամիրովը շատ 70 թվականին է մահացել Palm Springs-ում, իսկ Ռուբեն Մամուլյանը մոռացա նշել, որ նա իր գերեզմանը գտնվում է Գլենդել քաղաքում։ Եվ արժի գոնե տարին մեկ անգամ այցելել եւ անպայման այդ հանճարեղ մարդու գերեզմանի շտերի մեջ։ Մյուսը նշենք Ամերիկայի Արա Չեկմայան 84 թվականին Օսկարի մրցանակի տեխնացու է դարձել լավագույն լիամետրաժ փաստագրական ֆիլմի համար եւ կոչվում էր Խավարի երեխաները այդ ֆիլմի համար եւ ճանաչված պրոդյուսեր Հանկ Մունջյանը շատ Ամերիկայում շատ բավականին ճանաչված է եղել 70-ական 80-ական թվականներին
վտանգավոր կապեր ֆիլմի համար նա նոմինացիա է ստացել 88 թվականին Ամերիկայի Բոբի Կարապետյանը 2004 թվականին չեխ-ամերիկյան կարճամետրաժ ֆիլմի համար նա նորից ստացել է մրցանակի թեկնածու եղել ամենաշատ ֆիլմի համար most ամենաշատ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը եւ նայել Եգոյանի ֆիլմը Արարատը բայց համար չի ստացել չէ ոչ մի Sweet Hereafter չգիտեմ այդ ինչպես կարելի է դա թարգմանել բայց դա 90-ականներին նոմինացիա է ստացել Ատոմ Եգոյանը հայ ռեժիսորներից ինքը եւ ունենք Մեդլայն Շարաֆյանը էլի ձեր բարեկամն է այո Շարաֆյանը Փոսեր կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի համար նոմինացիա ստացել 2021 թվականներ եթե չեմ սխալվում Միքայել դուք ճիշտ քայլում եք ձեր անցյալի հետ բայց այս Մեդլայնի երիտասարդը իմ տարիքին է երիտասարդ աղջիկ է այո ինքը եւ շատ բավական եւ գենը կա ֆիլմը կոչվում է Փոսեր Barrow շատ հետաքրքիր է նապաստակի մասին է շատ բավականին հաջողություն ունեցավ նուպակազի մոտիվ Չէ փոսերում է ամոչ պատմությունը փոսերի մեջ է բայց նապաստակի մասին է Դիսնեյի ալիքում կա եւ կարող են դիտել Մեդլայն Շարաֆյան Հրաշալի իսկ Ատոմ Եգոյանը նույնիսկ դուք նշեցիք Արարատ ֆիլմը դա էլ չգիտեմ ինձ համար դա էլ ծանր թեմա է որովհետեւ ես այդ ֆիլմի համար սուր խոսակցություն եմ ունեցել եւ Ատոմ Եգոյանի հետ եւ Արսինեի հետ կնոջ հետ կինը իհարկե անմիջապես ինձ հետ համաձայնվեց Ատոմ Եգոյանը լուր մնաց բայց կարծում եմ որ սկսեց խորհել մտածել որտեղ այդ ֆիլմի այո այդ ֆիլմի մեջ այն հատվածը որ Աշիլ Գորկին չէ Աշիլ Գորկու կերպարն է թուրքը ասում է դուք հայերդ ասում է գրպանի ժողովուրդ եք դուք ասում է ծախող ժողովուրդ եք պահող ժողովուրդ չեք եւ ձեր երկիրն էլ Հայաստանն էլ ենք մենք վերցնելու եւ ես ասացի լավ ինքը ասել էր թուրքը այդպես է մտածում եւ այդպես էլ գործում է մինչեւ այսօր էլ այդպես գործում է երազանքով Հայաստանը վերցնել դուք հերոյ եք հայությունից բնականաբար հերոյ եք եւ շատ չգիտեք բայց Շարլը ինչպես է թույլ տվել որ այդ ֆիլմի մեջ այդ հատվածը գնա կան ճշմարտություններ աշտու ես նորից եմ ասում այդ հայերը չեն դրանք որ այդքան նյութապաշտ են ու գրպանահոտ ոչ խառնածին հայերն են այդպեսին բուն հայերը ազնվական ինչպես մեր աստվածները մեզ ստեղծել են ոչ մեկը չի գնում այդ աստիճանի ոչ մեկը այո փողը բոլորը սիրում եմ իբր նյութական միջոց բայց պաշտամունք եւ հայրենիքը փողայնել փողով հայը երբեք չի անի պետք է գենետիկան ստուգել Դենկան պետք է ստուգել դա հայ է արդյոք բայց ինչպես դուք այդ ֆիլմի մեջ թողեցիք դա գնաց եւ ընդհանրապես Արարատ ֆիլմը պրոբլեմատիկ ֆիլմ է ջրի վրա կոնկրետի վրա ջուրը շատ նեգատիվ է ներկայացնում հայի կերպարը շատ եւ մենք նորից նշեցինք Սիվեն Զալյանի մասին ենք խոսում բայց Ատոմ Եգոյանը նա էլ հնարավորություն ուներ իր Արարատ ֆիլմով եթե այդպես անուն դրում Արարատ ներկայացնել հայերին ավելի ուրիշ մենք մեր խնդիրները մենք լավ գիտենք մենք կարիք չունենք մեր խոհանոցը տանենք ուրիշ եւ աշխարհին ցույց տալ եւ կա կարող է մի քանի մարտել այդպեսին լինել բայց դա դարձնել նյութ եւ մտցնել որ դա մնա ավերժության համար եթե նկարում իր ֆիլմը Աշիլ Գորկու մասին նկարել իր ֆիլմը բայց ոչ թե ֆիլմի մեջ ինչ որ փոքրիկ հատված որ եւ այնն էլ վատ տեսակետով եւ գաղափարն է որ մայրը նկարում է ֆիլմ Աշիլ Գորկու մասին եւ այդ տղան ճամփորդում է Թուրքիա Արարատը նկարել սուտ է ասում եւ այդ այրապորտում ասում որ ես ֆիլմն է այստեղ բայց իրականում ֆիլմը չի այդ բան մեջ թմրանյութերն են եւ շատ գեղեցիկ է այդտեղ խոսակցությունը ամերիկացու եւ իր եւ բարձմիկը խապում է այո բայց այնպես էր ըմբռնում ու հասկանում թե այդ խապկանքը որտեղից է գալիս ինչքան ցավալի է դրա համար եմ ասում ես բախում ունեցա երկուսի հետ լավ է որ դուք խոսացել եք իրենց հետ այդ թեմայի շուրջ որտեղ այո Երևան հյուրանոցում իր հետ
Արսինեի հետ հաղորդման ժամանակ հաղորդումից հետո եւ խիստ խոսեցի։ Մենք կարծեմ ներկայացրեցինք բոլորին, չէ՞։ Այո, կարծեմ ոչ մի ինչ մոռացանք, մենակ մի բան ես մոռացա նշել, աստղերի մասին էինք խոսում Հոլիվուդին, մոռացա նշել Շարլ Ազնավուրը, որ ստացավ իր մահից առաջ եկավ, այո։ Եվ ստացավ իր աստղը։ Դա է, ինձ թվում է մենք ոչ մեկին բաց չթողեցինք, եթե որևէ մեկը մեր հանդիսատեսից գիտի ուրիշ անուններ, եթե մենք բաց ենք թողել, այո, հեռաձայնի ասի, մենք իմանանք։ Պաստորեն մեկ անգամ եւս հնարավորություն եղավ ներկայացնելու ով է հայը արվեստի կինոյի աշխարհում։ Եվ այս կարգի հաղորդումներով կարծում եմ մեր ազգին մենք հոգեպես ավելի ենք բարձրացնում, ինքնավստահություն ենք ներշնչում, հարգանք սեփական արմատների, սեփական գիտակցության, սեփական տաղանդի հանճարի հանդեպ։ Շնորհակալություն Միքայել, շնորհակալություն, որ այսքան հիանալի աշխատանք էի կարել եւ ուրախ եմ, որ դուք այս ոլորտի մեջ եք եւ կարծում եմ մի գեղեցիկ օր դուք եք ստանալու Օսկար եւ ասվաստա որ դա այդպես լինի, որտեւ արժանի եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։